Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ խոսքերը մեզ փոխանցելու, մեր ծարավ ոգին կերակրելու, մեզ օրորի սրբացնելու եւ գործնական սրբեր դարձնելու։ Ամեն։ Խոսքը մեղքին ավանում, մեղքը խոսքին ավանում։ Խոսքը ինչքան շատ մտնի, մեղսալի մարմինը կփթի կփչանա եւ մեղքը ընդմիշտ կհեռանա։ Ընդմիշտ չեմ ասում մի օրով, ընդմիշտ կհեռանա մեզանից։ Ամեն։ Թող փառավորվի Քրիստոս։ Այսօրվա սերտողությունն է Եսայի մարգարեության 45-րդ գլխից սկսած։ Կիվրոս ամենակարողի ձեռքին գործիք է կռապաշտներին խոնարեսնելու եւ Իսրայելին փրկելու համար, հասկանում եք։ Սա է բացատրում Կիվրոսը ամենակարողին ձեռքին գրած չէ գործիք է, ամենակարողի ձեռքին ավելացրեք գործիք է կռապաշտներին խոնարեցնելու եւ Իսրայելին էլ փրկություն տալու համար, հասկանում եք։ Աստված կարա մարմնավոր ծանոթ բարեկամի վերցնի, քեզի օրհնի ու պահապանի, իսկ այն քեզի կպնողներին հարվածի պատժի ու փրկի։ Ամեն։ Եվ այդպես ինչպես Տիվրոսներ, ասենք Դավիթի համար օգնում էր, չէ՞ ամեն բանում։ Ու տես մարմնավոր հարազատներ, մարմնավոր բարեկամներ կունեն, որ անկեղծ Աստծո իրանք էլ արտահայտվում են, որ Եհովան, թե ինքն ասում է Եհովան անձի հրամայ է, որ գնաք Տիրոջ տաճարը շինեք եւ առանց որևիցե բանի լրիվ գերիներին ազատ արձակում։ Ու ինքը ասում է, որ ես Եհովան անձի ասե։ Ու ես տեսականոտներ կան, որ իրոք հավատում են Հիսուսին, բայց ժամանակի բերումով, իրենց գործի բերումով չեն կարող լուրջապ աշխարհեն, բայց Աստված դնում է նրանց սրտին ձեզի օգնելու, ձեզի օրհնելու, աշխարհի մեջ ձեզի պաշտպանելու, բայց քո հույսը պետք է լինի Տերը հասկանաս, որ դու Տիրոջից ես շնորհակալ, որ այսենց մարդկանց հա քո կողքը բերե։ Եթե թողեցիր Տիրոջը, սկսեցիր նրան պաշտել երկրպագել, նույն օրհնող գործիքը քո համար չարիք կդառնա։ Ամեն։ Տերը կփոխի նրա սիրտը, կսկսի վնասել եւ ոչ թե օգնել։ Ուրեմն 45-րդ գլուխ Կիվրոս ամենակարողի ձեռքին գործիք է կռապաշտներին խոնարեսնելու եւ Իսրայելին փրկելու։ Ուրեմն 1-ից մինչև 6 հենց էդի ասում, որ այդ ծիվի անոթների Աստված կվեկալա, ձեզ կօրհնի եւ կպաշտպանի եւ ամբարիշներին էլ կարա բնաջնջի եւ պատժի։ Ամեն։ 1-ից 6-ը ուղիղ դրա մասին է խոսում։ Այսպես է ասում Տերը իր օծյալին, դե Կիվրոսը համարվում է Տիրոջ օծյալ։ Օծյալը նա է, որ հնազանդ է Տիրոջ ամեն մի խոսքին եւ անում այն, ինչ որ այդ պարագային Տերն է իրեն թույլ տվել, թելադրել։ Ամեն։ Տեսեք նույնը այս հեթանոս թագավորի համար ասում է իմոցիալ անձի հնազանդ թագավոր։ Ամեն։ Ոչ թե լրիվ հնազանդ ամեն պատվիրաններով քայլում է, այդ պարագային Աստված ուզում է այս ազգը պատժվի, իր սրտին դնում է, գնում է պատժում է։ Աստված ուզում է իր արդար զավակին այդ հարուստ մարդը կամ թագավորը օգնի ու պաշտպանի, դնում է սրտին ու զանգում, ասում է ես քո կողքին եմ ամեն նեղին, ամեն խնդրի մեջ կզանգես ինձ։ Ամեն։ Նույն Կիվրոսի խորհուրդն ունեն այդ մեր հեթանոս բարեկամները, ընկերները, ծանոթները, որոնք իրականից ամբարիշներին պատժում են չարության համար եւ արդարներին պաշտպանում են բարության եւ աստվածպաշտության համար։ Ամեն։ Հետենցել Աբրահամն ուներ, հիշում եք, Մամրեն, իր հարևանն էր, իր հետ եկավ գնացին Ղովտին ազատեցին եւ բերեցին։ Ամեն։ Այսպես է ասում Տերը իր օծյալին Կիվրոսին, որին ես բռնել եմ աջ ձեռքիցը, որ ազգերը իջեցնեմ նրա առաջին չար հեթանոս ազգերը եւ թագավորների երանքները թուլացնեմ, որ բանամ նրա առաջին դռների փեղկերը, բոլոր թագավորության պալատների, պարիսների դռները բացվում էր, փակ դուր չկար, շատ հզոր էր Կիվրոսը, ամեն, որ բանամ նրա առաջին, էդի կարագ նշան դնեք եւ գրեք Կիվրոսի, նրա առաջին դռների փեղկերը եւ դռները նրա առաջին չկապվին։ Ես պիտի գնամ քո առաջից, նաեւ էսի մկրտված սուրբերի էլ խորհուրդն ունի, հասկանում եք, որ հեթանոսությունից գալիս են, դառնում են Տիրոջ օծյալը, բայց ըստ բուն Կիվրոսը խորհուրդն է այդ մարմնավոր բարեկամների, ընկերների կամ հարազատների։
Ես պիտի գնամ քո առաջից եւ խորթուբորտ տեղերը պիտի հավասարեցնեմ, բղնձի դռները պիտի փշրեմ եւ երկաթին իգերը պիտի կոտրատեմ, եւ քեզ պիտի տամ խավարի միջի գանձերեն թաքուն տեղերում պահված գանձերը պետությանն անատներին հասկանում ես։ Էդի նույնը իրավոցյալներին վերաբերում, որ հեթանոսերի սրտին դնում բերում են ու զոհաբերում են Տիրոջ գործը առաջ գնալու համար։ Ես քեզ պիտի տամ խավարի միջի գանձերը եւ ծածուկ տեղերում պահված հարստությունները, որպեսզի իմանաս, թե ես եմ Եհովան, նա է հարստացնում, նա է աղքատացնում։ Հարստություն դիզելի կարողությունը Եհովան է տալում, թե հրիային, թե հեթանոսին, հավատքով լեցված հեթանոսին, բայց նաև սատանան կարա հարստություն տա ու խլի քո ձեռքից, կյանքդ էլ հետը տանի, նա էլ է կարում անի, բայց նրա տվածը չարիք է դառնում, Աստծո տվածը, թե արդարներին, թե Սկիվրոսի նման բարի մարդկանց, որոնք հավատքով լեցուն են, բայց էլ չեն ապաշխարում։ Աստված նրանց տված բարիքները իրոք իրանց ունեցածը օգնում եւ պահապանում, ամեն։ Եվ ծածուկ տեղերում պահված հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Եհովան, որ կանչեցի քեզ քու անունով Իսրայելի Աստվածս։ Իմ ծառա Հակոբի համար թե կանչել եմ ազգերին պոջես, նաև իմ ծառա Հակոբին օրհնես, օգնես, նեղությունից դուրս անես։ Իմ ծառա Հակոբի համար եւ իմ ընտրյալ Իսրայելի համար կանչեցի քեզ քու անունով եւ քեզ մականուն դրի, թեև ինձ չէիր ճանաչում, ես եմ Տերը եւ ուրիշը չկա, ինձանից ջոկ Աստված չկա, ես քեզ օգնեցի, թեև դու ինձ չէիր ճանաչում, որպեսզի իմանան արևելքից եւ արևմուտքից, որ ինձանից ջոկ մեկը չկա, ես եմ Տերը եւ ուրիշը չկա, որ հաստատում եմ լույսը, 7-րդ խոսքը արդեն լրիվ միտքը փոխում է, ուրիշ բանի մասին է խոսում, որ հաստատում եմ լույսը եւ ստեղծում խավարը, դե հաստատում եմ լույսը, ես եմ արողը, ստեղծում եմ, թույլ եմ տալում, խավարը ստեղծվում է, ամեն, բայց լույսի հաստատողը, բարության հաստատողն ու կատարողը Տերն է, խավարի թույլ տվողը Տերն է, բայց դևերն են խավար գործերն անում։ Դրա համար ստե ուշադիր ինչ ասում, որ հաստատում եմ լույսը եւ ստեղծում խավարը, թույլ եմ տալում ստեղծվում է, որ անում եմ խաղաղություն, անում եմ, տեսե ուղիղ ասում է ես եմ, եւ ստեղծում թույլ եմ տալիս, որ չարիք լինի, եւ ստեղծում չարիքը, ես Տերս եմ այս բոլորն անողը։ Նույնը հաստատում է Երեմիայի ողբ 3:38։ Բարձալոյ բերանից ասում դուրս գալիս չարիքն ու բարիքը, ինչ թույլ տա, էդի կկատարվի, ամեն, բարիքը կկատարա Տերի ռեշտակներով, իսկ չարիքը կկատարեն որպես հրաման սատանան իրա դևերով, հասկացաք, փառավորվի Քրիստոսը, որ հաստատում եմ լույսը եւ ստեղծում խավարը, որ անում եմ խաղաղություն եւ ստեղծում չարիքը, ես Տերս եմ այս բոլորը անողը։ Ցողացեք վերևից ով երկինքներ, գնաց Հազարամյա 8-րդ խոսքը, եւ նոսր ամպերը արդարություն շախտան, ցողացնեն, եւ պիտի լինի Հազարամյակում ամբողջ երկրի վրա։ Ցողացեք վերևից ով երկինքներ եւ նոսր ամպեր արդարություն շախտան, նոսր ամպերը արդարություն շախտան, երկիրը բացվի եւ ծաղկի փրկությունը եւ արդարություն ծլի միասին, ես Եհովաս եմ ստեղծել այն։ Էսել Հազարամյակ խոսեց, ամեն։ 9-ից 10 խոսում է աննազանդ ժողովրդի վայերի մասին, ամեն, վայ աննազանդ ժողովրդին, 9-ից 10 խոսքերը կարակ գրեք, վայ իր արարիչի հետ վիճողին, սա հավատքի մարդ է, բայց ավետարանը իրենց հարմարեցրողներն են, կրոնավորներն են, վայ իր արարիչի հետ վիճողին, ես դա չեմ ընդունում, ես ուզում եմ իմ ուզած ճանապարհով գնամ, ես ուզում եմ իմ ձևի հագնեմ, ես, թաղեմ ձեր եսը, դրա պատճառով վայերն ա գալու ձեր գլխին, ամեն, սա քրիստոնյա
կոչվածներին, կրոնավոր քրիստոնյաներին։ Վայ իր արարիչի հետ վիճողին, խեցիների հետ մի խեցի երկրիցը։ Միթե կավը կասե իր կազմողին, թե բրուտին էլի, թե ինչ ես անում, կարա այ ոչինչ, դու կավն ես, դու կարաս բրուտին ասես մի այտենց անոտ սարքի։ Հասկանում եք կավը մենք ենք, բրուտը Աստված։ Միթե կավը կասե իր կազմողին, թե ինչ ես անում և քո գործքը քո մասին, թե նա ձեռք չունի։ Վայ իր հորը ասողին, թե ինչ ես ծնում։ Պատկերացնում եք որդին լեզու ստանաս հայրես ինչ ես ծնե։ Վայ իր հորը ասողին, թե ինչ ես ծնում, և կնոջը, թե ինչ ես երկունք քաշում։ Այդ բոլորը Տերն ա դրել այդ կարգ ու կանոնը և հրամայել ա, որ այդպես ըլլա, ամեն։ Այսպես է ասում Եհովան, Իսրայելի Սուրբը և նրա արարիչը, ապագա բաները ինձանից հարցրեք, իմ որդկանցը և իմ ձեռքի գործքի համար ինձ պատվիրեցեք։ Հասկանում եք, թողում եք ինձ, գնում եք կուրքերին եք երկրպագում, կուրքերից եք բան հարցնում։ Ես շինել եմ երկիրը և մարդին նրա վրա ստեղծել։ Իմ ձեռքերն են տարածել երկինքը, և ես պատվիրում եմ նրա բոլոր զորքին, և ես նրան զարթնեցրի արդարությունով։ Ես ելի գնաց Կիվրոսի մասին ա խոսում։ Կիվրոսի կատարելի գործերը ապագայում, թե ինչ պիտի անի, հիշում եք Եստերի ժամանակ Եզրաս Նեհեմիա գնացեք այդ գիրքը հիշեք, որ գերությունից ազատ արձակել տվեց, հենց Կիվրոս թագավորն էր, ուշադիր դրա մասին ա խոսում։ Եվ ես նրան զարթնեցրի արդարությունով, և նրա բոլոր ճանապարհները ուղղում եմ, Կիվրոսի մասին ա։ Նա պիտի շինե իմ քաղաքը, հիշեք, ասավ գնացեք և Երուսաղեմ քաղաքը շինեք, ունդե Աստծո տաճարը։ Եվ նրա բոլոր ճանապարհները ուղղում եմ, Կիվրոսի։ Նա պիտի շինե իմ քաղաքը և իմ գերեվարյալներին ետ պիտի ուղարկե։ Հիշում եք Եզրասի ժամանակ, որ ասավ գնացեք և Տիրոջ Եզրասը եկավ ու շինեցին Եստեր, Եզրաս, Նեհեմիա, Եստեր այդ գրքերը, որ կարդում եք, ընդ կհանդիպեք Կիվրոսի մասին, նա հրաման տալում և գերությունից ազատում հրեաներին, որ գան ու շինեն Երուսաղեմը, Եզրասը եկավ, շինեցին տաճարը, Նեհեմիան եկավ, պարսպապատեց այդ ժամանակաշրջանն։ Եվ իմ գերեվարյալներին ետ պիտի ուղարկե, առանց վարձքի և առանց կաշառքի, առանց մի լումա ստանալու, ասում է Զորաստերը, որտեղ Տեր Եհովան, տեսեք, հրամաններ տվել, Տեր Եհովան դրել էր Կիվրոսի սրտին, որ նա օգներ և պաշտպաներ հրեաներին, ամեն։ Այդտենց էլ մարդիկ կլինեն, եթե դու ճիշտ ապաշխարես, աշխարհի մեջ մեծ մարդիկ, որ քեզ կօգնեն և մարմնավոր չարիքներից էլ կպաշտպանեն, նրա ահից մեկը քո մազին չի դիպչի, բայց այդ բոլորն արողը Տերն ա։ Տերը, միայն Տերը, ամեն։ Ուրեմն նա պիտի շինե իմ քաղաքը և իմ գերեվարյալներին պիտի ետ ուղարկե առանց վարձքի և առանց կաշառքի, ասում է Զորաստերը։ Այսպես է ասում Տերը, գնաց հազարամյակ 14-ից մինչև վերջ, 14 խոսքը գրեք հազարամյա թագավորություն։ Այսպես է ասում Տերը. Եգիպտոսի վաստակը և Եթովպիայի և երկայնահասակ Սաբայացիների վաճառքը, առևտուրի եկամուտը քեզ է անցնելու և քոնն է լինելու հազարամյա թագավորության ժամանակ։ Նրանք ման են գալու քու ետևից, շղթաներով անց են կենալու, խոնարհվելու են քո առաջին այդ բոլոր եգիպտացի Տիվրոսի բնակիչները, բոլոր այդ երկայնահասակ մարդկանց մասին ա խոսում, խոնարհվելու են քո առաջին և քեզ աղաչանք են անելու հազարամյակում, թե միայն քո մեջ կա Աստված, ալելույա, էլ ուրիշ Աստծու չեն երկրպագելու, և նրանից ջոկ ուրիշ Աստված չկա։ Դա կասեն հազարամյա թագավորության ժամանակ բոլոր հեթանոս ազգերը, ամեն։ Դե ասում է նրանից ջոկ ուրիշ Աստված չկա, ստե կողքի ես գրել եմ Եհովայից, Հիսուս Քրիստոսից և Սուրբ Հոգուց, որ մեկ են ու միաբան են, երրորդության Աստծուց բացի ուրիշ Աստված չկա։ 15
Հիրավի դու ծածկապատված Աստված ես, ով Իսրայելի փրկիչ Աստված։ Ուրեմն այս 15-ում ու 16-ում, 15-16-ը գրեք։ Տերը խոսում է, որ իր զորությունը կպահի, կարգել իր զորությունը կռապաշներից, կզրկի զորությունից ու սրբությունից, որոնք կուրք են շինում եւ պաշտում են, եւ նրանց բոլորին կամաչեցնի, որոնք կուրք են շինել ու պաշտել են եւ կուրքի են ուսացել։ 15-16-ը գրեք։ Տեր իր զորությունը կծածկե այդ կռապաշներից եւ նրանց կամաչեցնի։ Ամեն։ Հիրավի դու ծածկապատված Աստված ես, ով Իսրայելի փրկիչ Աստված։ Նրանք կուրշինողներն ու պաշտողները, նրանք ամենքը պիտի ամաչեն ու պատկարին։ Միասին պիտի ամոթահար լինեն կուրք շինողները։ Ամեն։ 17-ը խոսում է հազարամյա։ Իսրայելը պիտի փրկվի Տիրոջ ձեռքով, հավիտենական փրկությունով, պիտի չամաչեք ու չպատկարեք հավիտյանս հավիտենից։ Սա վերաբերվում է իսրայելացիներին, հազարամյա թագավորության ժամանակ։ 18-րդ խոսք, որովհետև այսպես է ասում Եհովան, երկինքը ստեղծողը, նա է Աստված, որ կազմեց երկիրը եւ արավ նրան, հաստատեց նրան չստեղծեց դատարկ, այլ բնակվելու համար ստեղծեց նրան։ Ես եմ Եհովան, եւ ուրիշը չկա։ Ես ոչ թե ծածուկում եմ խոսել երկրի մութ տեղը։ Ես չասեցի Հակոբի սերնդին, թե զուր տեղը որոնեցիք ինձ։ Ես Եհովաս արդարություն եմ խոսում եւ ճշմարիտ բաներ եմ հայտնում։ Ժողվեցեք եւ եկեք, միասին մոտեցեք, ով ազգերի աստվածներ, չեն հասկանում իրենց կուրքի փայտ կրողները, կտրողները բերում էին նույն փայտով, կուրք էին շինում դրա փոքր պատկերն էլ, փոքրիկը շինում, կախում էին վզներից եւ կրում էին, համ կտրողներն են հանցագործ, համ այդ փոքրիկ կուրքերը կրողները, երկուսին էլ ասվում աստե, չեն հասկանում իրենց կուրքի փայտ կրողները եւ այնպիսի Աստծոյը աղոթք անողները, որ չի փրկիլ իրենց։ Իրանցը չի փրկելու, իզուր աղոթք են անում, որտեվ դա փայտ է։ Անցած գլխի սերտողությունը հիշում եք, ասում է մի կտորը բերիր ճաշ եփեցիր, այն մյուս կտորով կուրս շինեցիր ու պաշտեցիր, այդքան անխելք ես։ Իմացրեք եւ մոտեցրեք, նրանք էլ միասին խորհուրդ անեն։ Ով է լուր տվել այս բաները վաղուց։ Այն ժամանակից իմացրել այս, չէ որ ես Եհովաս, եւ որ ուրիշ Աստված չկա ինձանից ջոկ, ճշմարիտ եւ փրկող Աստված չկա բացի ինձանից, ով երկրի բոլոր ծայրեր, եսի բոլոր Էթանոս երկրները նկատի ունի, Էթանոս ազգերը, ով երկրի բոլոր ծայրերը դեպի ինձ դարձեք, եսի արդեն խոսում է, որ հազարամյակում արդեն կդառնան եւ բոլորը Տիրոջը կերկրպագեն, մի քիչ ցածր արդեն խոսում է հազարամյակի մասին, ով երկրի բոլոր ծայրեր դեպի ինձ դարձեք, որ փրկվիք, որովհետև ես եմ Աստված եւ ուրիշը չկա, ինձանով երթում արի, իմ բերանից արդարության խոսք դուրս եկավ եւ ետ չի դառնալ, որ ինձ պիտի կրկնվի ամեն ծունկ, ալելույա, եւ ամեն լեզու երթում անե, միայն Տերովը կա ինձ համար արդարություն եւ զորություն պիտի ասե, նրա մոտ պիտի գան եւ ամաչեն բոլոր նրա դեմ բորբոքված է Թեթանոս ազգերը, որ բորբոքվել ու պատժել են։ Տերով պիտի արդարանան եւ պարծենան Իսրայելի բոլոր սերունդը, ալելույա։ Կարակ տեսեք ստե 23-ը խոսում է 23-ից մինչև 25-ի վերջը խոսում է հազարամյա թագավորության մասին, կարակ գիծ դնեք եւ գրեք։ Նորից կարդամ, բայց մի բան էլ հիշեցնեմ Փիլիպեցիների 2:10 նույն ընդեն ասում, որ Տիրոջը պիտի Հիսուսին պիտի երկրպագեն, չէ, երկրավորները եւ սանդարամետականները ամեն լեզու պիտի դավանի, թե Հիսուս Քրիստոս Տեր է, որ Աստծոյի փառքի համար։ Նորից ընթերցեմ ու ավարտենք 23-ից ընթերցեմ։
ինձանով երթում արի։ Իմ բերանից արդարության խոսք դուրս եկավ եւ ետ չի դառնալ, որ ինձ ուշադիրեցի հենց Եհովան է, Հիսուս Քրիստոսն է ու Սուրբ Օքին է, որ ինձ պիտի կրկնվի ամեն ծունկ, ծռվի, էլի իմ դեմը պիտի խոնարհվեն, ամեն մարդ, ծունկ կրկն, որ ինձ պիտի կրկնվի ամեն ծունկ եւ ամեն լեզու երթում անե, միայն Տերովը կա ինձ համար արդարություն եւ զորություն պիտի ասե, նրա մոտ պիտի գան եւ ամաչեն բոլոր նրա դեմ բորբոքվածները, Տերովը պիտի արդարանան եւ բարձենան Իսրայելի բոլոր սերունդը, ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա մարգարեության 45-րդ գլխի սերտողությունը, ամեն։ Գլուխ 46 Բաբելոնի կուրքերի անկումը, Իսրայելի փրկությունը իր հավատարիմ Աստծմով, էդի լինում է հազարամյակում։ Բելը խոնարհվեցավ, Նեբրովը խորտակվեցավ, նրանց կուրքերը գազաններ ու անասուններ են, գազանների եւ անասունների պատկերով սարքած կուրքեր են։ Ձեր կրածները բեռներ են դարել, էսի առաջինի վերջի մասը ու երկրորդի սկիզբը տպագրական թերություն է, առեք փագագծի մեջ եւ գրեք, ձեր կրածները բեռներ են դարել, ծանրոցք վաստակածների համար, այսքանը փագագծի մեջ առեք, սա վերաբերում է կուրքերին, ես ձերը կուրքերին նկատի ունի ու գրեք, դուք բեռ եք դարել մարդկանց, որ ձեզ տեղափոխեն ով կուրքեր, հիշում եք Ռութի պատմության մեջ դնում էին կուրքին մեծ սայլակների վրա տեղափոխում էին, տանում նորոգում էին, քթերը սարքում էին, թևը կոտրած վերանորոգում էին, Ռութի Մալոնի պատմությունը որ տեսել եք, հենց ըտե մի հատ կուրք ընկնում է զինվորների վրա, ճզմվում են այդպես կուրքի անիվների տակ, վերջը դրա մասին է խոսում, նորից եմ կարդում, արդեն ուղիղ է, դուք բեռ եք դարել մարդկանց, որ ձեզ տեղափոխեն ով կուրքեր, խորտակվել, խոնարհվել են միասին կուրքերը, չկարողացան ծանրոցն ազատել, իրենք էլ գերի գնացին, այդ ծանր լուծը չկարծան մարդկանց վրից վերցնել եւ իրենք էլ գերի գնացին, եկան, թագավորները փշեցին այդ կուրքերը, որոշ ոսկյա զարդերով կուրքերը տարան իրենց թագավորություն եւ կորավել իրանց զորություն, ապացուցավ, որ իրենք իրականից բելն էլ, Նեբրովն էլ զորություն չունեին Բաբելոնին պաշտպանելու համար, ամեն, Երեմիա 48:7 գրում դրա մասին, կարակ գրեք եւ նայեք։ Երրորդից 4-րդ խոսքերը սրա մեջ Տերը հայտնում է, որ ինքն է Իսրայելի պահապանը ծնված օրվանից մինչև վերջ, էլ ուրիշը չկա։ 3-ից 4-րդ խոսքերը կարակ այդպես գրեք։ Ինձ լսեցեք, ով Հակոբի տուն եւ Իսրայելի տան բոլոր մնացորդ, որ անցեք ու փագագիծը բացեք, բռնված եք մորարգանդից ի վեր եւ տարվում եք որովայնից հետ, փագագիծը փագեք, տպագրական թերությունա շտկեք, նորից կարդամ, որ բռնված եք մորարգանդից ի վեր եւ տարվում եք որովայնից հետ, արեք փագագծի մեջ եւ գրեք ուղիղը։ Հիմա ուղիղն եմ ընթերցում, ով Իսրայել, ինձ լսեցեք, ով Հակոբի տուն եւ Իսրայելի տան բոլոր մնացորդ, որ, հիմա ուղիղը գրեք, որ ընտրել եմ ձեր մորարգանդից, որ ընտրել եմ ձեր մորարգանդից եւ պահապանում եմ ձեզ որովայնից դուրս եկած։ Տեսեք, ասում է սկզբից մինչև վերջ, անգամ մորդ որովայնից սկսած ու մինչև մահվանդ վերջի օրը ես եմ քո պահապանն ու Աստվածը, ամեն, նորից եմ կարդում, որ գրեք, որ ընտրել եմ ձեր մոր արգանդից, որ ընտրել եմ ձեզ ձեր մոր արգանդից եւ պահապանում եմ ձեզ որովայնից դուրս եկած։
Եվ մինչև ծերանալն էլ ես եմ քո պահապանը, փրկիչը, Աստվածը, օգնողը, ինչպես Եսայի 43-ում ասում։ Եվ մինչև ծերանալն էլ ես եմ, եւ մինչև ալևորությունը պիտի կրեմ ձեզ, ձեր լուծը կրեմ, ձեզի պահապանեմ, հասկանում եք ինչ կարիք որ ունենաք, ես եմ հոգացողը, ամեն։ Եվ մինչև ալևորությունը պիտի կրեմ, պահապանեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես պիտի կրեմ, պահապանեմ ձեզ, բոլոր կարիքները հոգամ, եւ ես պիտի վեր առնեմ եւ ազատեմ, ինչ նեղություն որ ունենաք, ես եմ ձեր օգնողը, փրկիչը, ջերով նոսնես քեզ հետ եմ, կրակովը քեզ չի վնասի, ամեն, սա է հաստատում, փառավորվի Տերը։ 5-ից 7 խոսքերում Տերն ասում է, որ իրեն չփոխեն որևիցե կուրքերի հետ, որտեղ կուրքերը չեն կարող իրեն պաշտողին եւ հուսացողին փրկեն որևիցե նեղությունից, ամեն։ Հիմա 5-ից 7-ն ենք ընթերցում։ Ում եք նմանեցնում ինձ եւ հավասարեցնում։ Ամոթ չէ որ ինձ հավասարեցնում եք կուրքի հետ։ Հլմատ քննեք։ Ում եք ինձ նմանեցնում եւ ինձ հավասարեցնում։ Եվ ինձ նման անում։ Իրանք էլ իրաց մեջս դևերը եկա ուրախանում են։ Ում եք ինձ նմանեցնում եւ ինձ հավասարեցնում։ Եվ ինձ նման անում, որ նման լինենք։ Ոսկին թափում ենք սակից, էսի բացատրում է, թե ինչից են շինում անխել կռապաշտները իրենց կուրքը եւ սուտ Աստվածը։ Ոսկին թափում են քսակիցը եւ արծաթը կշռով կշռում, վարձում են ոսկրիչին, որ նրան այդ արծաթն ու ոսկին ձուլա վերջը Աստված շինի, որ նրան Աստված շինե, սուտ Աստված էլի։ Հետո պաշտում եւ երկրպագումել են։ Նրան կրում են ուսի վրա, անգամ կրստերին կախած դրա փոքր պատկերները, կուրքին ա վերաբերում։ Նրան կրում են ուսի վրա եւ բեռնում։ Եվ պնդասնում են իր տեղը, եւ նա կանգնում է իր տեղից չէ շարժվում։ Նրան աղաղակումել է։ Այդ անխել կռապաշտները ծնկի են գալում, աղաղակում են, անգամ այդ շինողը չի հասկանում, որ ինքը շին է, ուրեմն ինքը դու զորավոր է։ Գոնե շունչ հոգի ունի ինքը, հա։ Այդ նույն կույր կռապաշտը, դե ինչ ասում, նրան աղաղակումել է, բայց նա չի պատասխանում։ Քիթ ունի, չի օտոտում, աչք ունի, չի տեսնում, նա գիտի, որ արհեստական է այդ բոլորը։ Բայց նա չի պատասխանում այդ կուրքը։ Նրան նեղությունից է, նրա նեղությունից այդ աղաղակողի, նրա նեղությունից է, նրան չի ազատում։ Ես հիմա գրել եմ ստե, չի կարողանում ազատել կուրքը, բայց ինչքան են զոմբիացնում սատանան մարդկանց, գոնե որ մի չի առնում, ախար էսի փայտը կտրեցի, բերեցի, կամ ոսկին քսակիցս անեցի, կամ հարևանից ուզեցի, բերեցի, ձուլեցի, լավ, անշունչ կուրք։ Այդ կուրքը եթե իրեն չի կարում օգնի, որ գան վիզը կդրեն ձեր չի կարա պաշտպանի, ինձ ոնց կպաշտպանի։ Բայց սատանան մոլորեցնում է։ 8-րդ խոսքից շարունակենք։ Հիշեցեք այս, ինչ է հիշենք, որ կուրքը ոչնչություն, այսի մի լավ ձեր ակաժներին օղարեք։ Հիշեցեք այս եւ արիացեք, ձեր միտքը բերեք, ով հանցավորներ, կռապաշտներ, կուրք շինողու պաշտողներ, իմացեք, որ կուրքը ոչնչություն է եւ մեծ հանցանք է, որ դուք կուրքը ձուլում ու պաշտում եք։ Հիշեցեք այս եւ արիացեք, ձեր միտքը բերեք, ով հանցավորներ։ Հիշեցեք առաջինները ի հավիտենից, որովհետև ես եմ Աստված եւ ուրիշը չկա Աստված, իր նմանը չկա։ Ստետապագրական թերություն է եւ ինձ պես մի ջոկը չկա, արեք փագագծի մեջ եւ գրեք։ Եվ ինձ պես մեկ ուրիշ Աստված չկա։ Հիմա նորից կարդում եմ ուղղած վիճակում, որ պատմում եմ առաջուց վերջինը եւ վաղուց այն, որ չէ եղած։ Այս խոսքը նորից եմ կարդում ուղղած թերությունով։ Հիշեցեք առաջիններ ի հավիտենից, որովհետև ես եմ Աստված եւ ուրիշ չկա Աստված, եւ ուրիշը չկա Աստված։
Հիմա ուղղազն եմ կարդում, եւ ինձպես մեկ ուրիշ Աստված չկա, որ պատմում եմ առաջուց վերջինը եւ վաղուց այն որ չէ եղած, որ ասում եմ, թե իմ խորհուրդը պիտի հաստատվի եւ անում եմ իմ բոլոր ասածը, թե Մարգարեի բերանից խոսում եմ, ես անում եմ ես, աղոթք անում եմ ես, բժշկում եմ ես, ամեն, միայն Աստված ամեն փառքն ու պատիվը բժշկապետ ու հրաշագործ եւ մարգարեացող Աստծո, որ կանչում եմ արևելքից գիշատից թրջունեսի Կիվրոսի նման թագավորներին, կարակ գրեք այն հեթանոս թագավորին մենակ Կիվրոսը չէ, որ Տերը վերցրել է եւ օգտագործում է իր գործի համար, ինչպես Կիվրոսը գլուխ 45-ի 1 եւ 13 ասում է իմ օցիալ Կիվրոսը, ամեն։ Հիմա տեսեք, որ կանչում եմ գիշատիչի նման այդ հզոր թագավորին, որ կանչում եմ արևելքից գիշատիչ թրջունը, հերու երկրից իմ խորհրդի մարդին, Կիվրոսին եւ նրա նմաններին։ Ես խոսել եմ, կատարելու եմ, ես որոշել եմ, անելու եմ, ինձ լսեցեք, ով խստասիրտներ, անձապաշտներ, որ հեռացած եք արդարությունից, ամեն, էսի տիրոջ խոսքը կարդացող ու ծռող կրոնավորներն են։ Ես մոտեցել եմ, դե հազարամյա թագավորություն ա բերում էսի, իմ թագավորությունը մոտեցել ա, ես մոտեցրել եմ իմ արդարությունը, այդ արդարության թագավորությունը, նա չի հեռանալու, վերջ եկավ հաստատվելու ա, գրեք 13-ից գրեք հազարամյա թագավորություն, ես մոտեցրել եմ իմ արդարությունը, նա չի հեռանալու, եւ իմ փրկությունը չի ուշանալու, եւ Սիոնի մեջ փրկություն եմ տալու Իսրայելի համար, որ իմ փառքն է, ալելույա։ Այսքանով ավարտեցինք Եսայա 46-րդ գլխի սերտողությունը, ամեն։ Եվ մեր այսօրվա սերտողությունը մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։